Հայկական կոնյակով բեռնված շուրջ 7 տասնյակ բեռնատար դեռ հայ-վրացական սահմանի հերթում է։ Էկոնոմիկայի նախարարությունից Էպիկենտրոնին ասացին, որ շուրջ 50-ն արդեն հատել է սահմանը, դեպի Ռուսաստան ճանապարհին են։ Վրացական կողմի հետ աշխատանքը շարունակվում է։ Ինչու Վրաստանը որոշեց ստուգել Ռուսաստան հասնող հայկական կոնյակի որակը, ընդ որում դա չի անում ողջամիտ ժամկետում։ Ձգձգումները հատկապես վերջին օրերին սահմանին կուտակումների պատճառ էին դարձել։ Քանի որ բեռը Վրաստանով անցնում է դեպի ԵԱՏՄ եւ հատկապես Ռուսաստանի շուկայի համար է, այդ բեռները որպես տրանզիտային բեռներ չպիտի ենթարկվեն նման մանրակրկիտ ուսումնասիրության։ Վրաստանը խախտել է տրանզիտային բեռի ազատ տեղափոխման իրավունքը։ Վերջին 2 ամսում Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մի քանի անգամ ասաց, թե Վրաստան է գնալու խնդիրները հասկանալու, քննարկելու։ Ես այս անգամ կայցելեմ Վրաստանի Հանրապետություն։ Իմ այցի հնարավորության դուռը, այսպես ասած, դեռևս փակված չէ։ Հետո պարզվեց դուռը մեր կողմից է բացվում։ Վրաստանի գյուղնախարարի այցի մասին հայտնեցին։ Սա էլ չեղարկվեց։ Պատճառաբանությամբ թե զբաղված է վրացի պաշտոնյան։ Չլուծվող խնդրի պայմաններում նախորդ շաբաթ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ակնարկեց, թե ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, օբյեկտիվ եւ ոչ օբյեկտիվ հանգամանքներ կան։ Խնդիրներ կան, որոնք կարող են տպավորություն թողել, որ արհեստականորեն են առաջացվում։ Եթե խնդիրներ կան երկու երկրի միջև, ապա Վրաստանը Հայաստանին ամենացավոտ տեղից է հարվածում, ասում է Գագիկ Մակարյանը։ Բայց սա մի կողմ։ Փաստ է, որ այդ երկրի տնտեսությունը էապես կախված է Թուրքիայից ու Ադրբեջանից։ Սա էլ որոշակի ենթադրությունների տեղիք է տալիս։ Վրաստանի համար Թուրքիա-Ադրբեջան երկօրյակային զույգը իր ներմուծման ծավալով 3 միլիարդ դոլարը գերազանցում է։ Այսինքն դա բավականին մեծ թիվ է եւ իրենք նաեւ կախված են ներդրումների առումով Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Իրենք նաեւ ունեն շինարարական ծավալներ ահագին կատարված Թուրքիայի հետ եւ այլն։ Այսինքն Վրաստանը կարող էր Թուրքիայի հաճոյանալու համար այս քայլերը կատարել։ Հայ պաշտոնյաները գիտեն Վրաստանի այս քայլերի պատճառը, վստահ է Մակարյանը։ Այլ հարց է, որ հակազդող քայլեր կամ չեն արվում, կամ առնվազն դրանք թույլ են այնքան, որ խնդիրը չի լուծվում։ Ավելին, խորանալու միտում ունի։ Հիմա տեսեք, արդեն ռուսական կողմը ակնարկում է օրինակ ծաղիկների մասին։ Վաղը վրացական կողմը կարող է նույն կերպ վարվի Ծիրանի արտանման դեպքում կամ այլ ապրանքներ։ Այսինքն տնտեսական տերորը Հայաստանի հանդեպ կարող են տեղի ունենալ այսպես սպոնտան ձևով, առանց ինչ-որ կանոնակարգված մեխանիզմների, անսպասելի ձևով ընդ որում, եւ այսպեսի վիճակի բերեն։ Եթե խնդիրը չլուծվի, շղթայական էֆեկտով բացասական հետևանքներ են լինելու, ահազանգում է մասնագետը։ Հաջորդը նույն խնդրին բախվելու են Ծիրան, պահածո արտահանողները եւ այսպես շարունակ։ Տեղից էլ հայ տնտեսվարողները վերջին 2 ամսում ֆինանսական լուրջ կորուստ ու բազմաթիվ խնդիրներ ունեցան։ Մի շարք adekvat լուծումներ կան, ասում է Մակարյանը։ Երևանը կարող է դիմել առևտրի համաշխարհային կազմակերպությանը, պահանջելով, որ արձանագրեն Վրաստանի խախտումները։ Կարող են նաև նույն լեզվով խոսել Թբիլիսիի հետ, խնդիրներ առաջացնելով սահմանի հայկական կողմում։ Կա նաև կոնյակը Ռուսաստան հասցնելու այլընտրանքային տարբերակ։ Մի բեռնատար ինքնաթիռը կարող է 5-6 ֆուրի ծավալի բեռ տանել, 100-110-120 տոննա բեռը, դա 5-6 ֆուրի բեռ է։ Մի ֆուրը 20 տոննա, մոտարապես տանում է 20,000 շիշ կոնյակ, սովորական, ասենք, կեսի դրանոց, հետևաբար դա լուծում է։ Հայաստանի մաքսային ծառայությունը հայկական բեռնատարներին առաջարկում է սպասել։ Վրացական կողմում կարգավորվելու դեպքում կկազմակերպվի հայկական մեքենաների բաց թողումը մեր կողմից։ Հերմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։